Բարի երեկո, ոնց ենք։ Ես բարձրանալուց մի քիչ ուշացա, սենց որտե փորձում եմ մարսել, ներկայացվեց որպես հետաքրքիր ձևակերպում տվեց Աննան, Հայաստանի նախագահ երկրորդ վարչապետի թեկնածու։ Մի հատ ասի կարող է սենց ճիշտ կարող է ճիշտ բան չենք անում։ Շնորհակալություն։ Պաստորեն դա իմ համար պաշտոնի բարձրացում չի, հակառակը իջեցում է։ Բայց հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի։ Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, թիմակիցներ, այսօր մենք հավաքվել ենք հայտարարելու, որ մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին։ Մասնակցության ձևաչափը ևս հայտարարվեց։ Ուզում եմ նաև ասել, որ մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ է, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իշխանության իրենց գալու առաջի օրերից։ Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։ Իդեպ սրանով եմ տարբերվում այլ վարչապետի թեկնածուներից։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը եւ ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը։ Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի տարօրինակ ժամանակահատվածում, երբ փորձում են մեզ համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, որը մեզ հետ է քաշում, այլ ոչ թե հենարան առաջ շարժվելու համար, որ հայրենասիրությունը հնացած հասկացություն է, որը վնասակար է հայի ստամոքսի համար, որ ինքնությունը մեր էության մաս չէ, այլ սեզոնային մոդա է, որը կարելի է տարին մի քանի անգամ փոխել։ Այս վտանգավոր անհետեցություններին մենք ասում ենք ոչ։ Հայաստան դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը եւ հայրենասիրությունը շարժիչ ուժ են ժամանակակից եւ հզոր պետություն կառուցելու համար։ Այսօր աշխարհը վերածվել է քաոսի։ Համաշխարհային կարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Ամենայն հավանականությամբ ջունգլիների օրենքը որոշ ժամանակ կլինի համաշխարհային նոր կարգը։ Այդ պայմաններում անվտանգությունը առաջիկա տարիներին մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի եւ մերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը։ Հիշեցնեմ, որ հենց այդ մոտեցումն ապահովեց Հայաստանի ամենախաղաղ տարիները իմ նախագահության օրոք։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե պապայիս արև մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա։ Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ իրավունքի ուժը աշխարհում փոխարինվել է ուժի իրավունքով։ Սիրելի հայրենակիցներ, մեր նպատակն է դառնալ Հարավային Կովկասի ամենաարդյունավետ եւ ամենակազմակերպված պետությունը։ Միայն այդպիսին լինելով մենք կարող ենք գերտերությունների համար լինել հետաքրքիր դաշնակիցներ եւ գործընկերներ։ Եվ միայն այդ դեպքում մեր շահերը պատշաճ կերպով կհարգվեն։ Ազգային շահերը մի լուսանկարի դիմաց վաճառելը նվաստացուցիչ է եւ հանցավոր։ Մենք կտրուկ կբարձրացնենք պետական կառավարման արդյունավետությունը։ Կառավարությունը ես եմ ներկայիս հայտարարակ ուսապարկային մոդելը պետք է փոխարինվի կառավարությունը մենք ենք կոլեգիալ ներառական մոդելով։ Կառավարությունը կրկես չէ, իսկ վարչապետը ծաղրացու չէ։ Իսկ երկրի բյուջեն վարչապետի ազնական գրպանը չէ, որից սնվում է իր ամբողջ թայֆեն։ Այստեղ մենք իրական կարգ ու կանոն կհաստատենք, վստահ եղեք։ Մենք կապահովենք տնտեսական թռիչքաձև աճ, ճիշտ այնպես, ինչպես արդեն արել եմ 98-2008 թվականներին։ Այն ժամանակ Հայաստանը մտնում էր աշխարհի ամենից արագ զարգացող պետությունների տասնյակի մեջ, իսկ վերջի 5 տարին 5-յակի մեջ։ Մենք պետք է ստեղծենք ժամանակակից մրցունակ արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն, որոնք ունակ կլինեն արտահանել ապրանքներ արտաքին տարբեր շուկաներ։ Սակայն տնտեսության աճը չի կարող ինքնանպատակ լինել։ Աճը պետք է անմիջապես արտացոլվի մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Իմ օրոք Հայաստանի տնտեսությունը աճեց 6 անգամ, միջին աշխատավարձը աճեց եւս 6 պատիկ։